Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկման ընթացքում մենք կքննարկենք այն աներևակայելի լարված, էմոցիոնալ և շոկային զարգացումները, որոնք շարունակում են ցնցել մեր սիրելի հերոսների կյանքը։ Այսօրվա սերիաները պարզապես հագեցած են ճակատագրական բախումներով, ստով և երկար սպասված բացահայտումներով։ Եկեք միասին հասկանանք, թե ինչ է կատարվում իրականում։ Սկսենք այն չափազանց լարված և մի փոքր նույնիսկ զավեշտալի տեսարանից, որը տեղի ունեցավ Դավիթ Պապիկի տան դարպասների մոտ։ Ինչպես հիշում եք, Դավիթ Պապիկը դուրս է գալիս դարպասներից և հանկարծակի տեսնում է Օլգային Ավոյի մեքենայի մեջ նստած։ Այս տեսարանը պարզապես ապշեցնում է նրան։ Ավոն և Օլգան, հասկանալով, որ հայտնվել են ծուղակում, բնականաբար խիստ շփոթվում են և խառնվում իրար։ Որպեսզի Պապիկը ոչինչ չկասկածի և ավելորդ հարցեր չտա, Ավոն կայծակնային արագությամբ որոշում է փրկել իրավիճակը։ Նա միանգամից իջնում է մեքենայից, իսկ նրա հետևից իջնում է նաև Օլգան։ Ավոն սկսում է արդարանալ, հորինելով մի շատ պարզունակ սուտ։ Նա ասում է, թե իբր ճանապարհով անցնելիս պատահաբար տեսել է դեպի իրենց տուն քայլող Օլգային և որպես բարեկիրթ մարդ պարզապես առաջարկել է նրան տեղ հասցնել։ Դրանից հետո նրանք բոլորը միասին մտնում են տուն, սակայն այս ներկայացումը շատ կարճ է տևում։ Ընդամենը 2 րոպե անց Օլգան, չկարողանալով դիմանալ այդ ճնշող և կեղծ մթնոլորտին, պատճառաբանում է, թե խիստ կարևոր գործեր ունի և շտապ հեռանում է։ Դավիթ Պապիկը, ով ունի չափազանց սուր ինտուիցիա և կյանքի մեծ փորձ, մնում է ապշած ու կանգնած։ Նա հստակ գիտակցում է, որ այս ամենը ընդամենը մի էժանագին ու վատ բեմադրված ներկայացում էր, և որ այս երկուսն իրականում ինչ-որ մեծ և մութ գաղտնիք են թաքցնում։ Մինչ Պապիկը փորձում է գլուխ հանել այս խճճված պատմությունից, իրադարձությունների մյուս կողմում իսկական ողբերգություն է հասունանում։ Մաշը, ով չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Գրիշոն արհամարհեց և չհավատաց իր հղիության լուրին, որոշում է գնալ ամենաստոր քայլին։ Նա հասկանում է, որ միակ ճանապարհը Գրիշոյին վերադարձնելու համար նրա ընտանիքը վերջնականապես քանդելն է։ Մաշը գնում է ուղիղ Մանանի մոտ և առանց խղճի խայթի հայտարարում, որ ինքն ու Գրիշոն սպասում են իրենց առաջնեկին։ Այս դաժան լուրը լսելով Մանանը հայտնվում է պարզապես աննկարագրելի, ահավոր հոգեվիճակում։ Նրա աշխարհը կարծես փուլ է գալիս։ Նա սկսում է անմխիթար լացել։ Սակայն Մանանը գտնում է իր մեջ այնքան ուժ, որպեսզի չնվաստանա իր թշնամու առաջ, և իհարկե նա այդպես էլ չի ասում Մաշին իր սեփական հղիության մասին։ Մաշի հեռանալուց անմիջապես հետո Մանանի նյարդերը տեղի են տալիս, և նա ուշագնաց է լինում։ Իսկ Մաշը հեռանալով այդտեղից իրեն զգում է բացարձակ հաղթանակած։ Նա լիովին վստահ է, որ այս դաժան հարվածից հետո Գրիշոն անպայման բաժանվելու է Մանանից և ի վերջո կամուսնանա իր հետ։ Քիչ անց Գրիշոն և Մանանը հանդիպում են, և այստեղ տեղի է ունենում նրանց հարաբերությունների ամենացավոտ խզումը։ Մանանը արցունքն աչքերին ասում է Գրիշոյին, որ այլևս միայն խորը զզվանք և նողկանք է ապրում նրա հանդեպ։ Նա կտրուկ հայտարարում է, որ երբեք ու երբեք չի ներելու այս հերթական անմարդկային ստորացումը։ Մանանը պահանջում է, որ Գրիշոն ընդմիշտ մոռանա իր մասին, քանի որ իրենց միջև այլևս ամեն բան վերջնականապես ավարտված է։ Գրիշոն, հայտնվելով ահավոր ծանր և անելանելի վիճակում, հասկանում է, թե ինչ է արել Մաշը։ Նա կատաղած զանգահարում է նրան, պահանջելով հրատապ հանդիպել, որպեսզի վերջապես իր տեղը ցույց տա այդ ինտրիգանտին։ Այս ընթացքում մակունցների տանը շարունակվում է հոգեբանական աբսուրդը։ Իննան, ով կրկին հաշտվել է իր բռնակալ ամուսնու հետ, Լեայի հետ խոսելիս համառորեն շարունակում է պաշտպանել Հունանին։ Նա փորձում է համոզել դստերը, որ հայրն իրականում շատ է սիրում նրան, և որպես ապացույց օրինակ է բերում այն, թե ինչպես էր Հունանի ուշքը գնում Լեայի համար, երբ վերջինս դեռ նորածին էր։ Սակայն Լեան այլևս երեխա չէ, որպեսզի հավատա այս հեքիաթներին։ Նա խիստ զայրանում է մոր կուրության վրա և հեռանում, ցավով արձանագրելով, որ
Իր մայրը կրկին արդեն որերորդ անգամ ընկել է հոր ճնշող ազդեցության և մանիպուլյացիաների տակ։ Եվ ահա մենք հասնում ենք սերիալի ամենասպասված և էպիկական իրադարձությանը։ Ինչպես և կանխատեսել էինք, Արամի հորեղբայրը վերջապես ժամանում է Հայաստան։ Առանց մեկ վայրկյան անգամ կորցնելու նա ուղիղ գնում է Հունանի մոտ։ Նա շատ վստահ և ազդեցիկ քայլերով մտնում է Հունանի աշխատասենյակ։ Դերասան Տիգրան Մնացականյանի մարմնավորած այս նոր հերոսը չափազանց ինքնավստահ տոնով սկսում է խոսել։ Նա նայում է Հունանի աչքերին և ասում, որ վստահ է, Հունանը շատ լավ, մինչև վերջին դետալը հիշում է իրեն։ Եվ հենց այս մեկ ճակատագրական պահին Հունանի գլխում ամեն բան ընկնում է իր տեղը։ Փազլը հավաքվում է և նա վերջապես գիտակցում է ողջ դառը ճշմարտությունը։ Հունանը հասկանում է, որ Արամը ամենասկզբից իր մոտ էր եկել շատ հստակ, վատ և կործանարար նպատակով։ Նա հասկանում է, որ այսքան ժամանակ թշնամին ապրել և աշխատել է հենց իր կողքին, սպասելով հարմար պահի վրեժ լուծելու համար։ Իսկ ինչ եք կարծում դուք, ինչպես կզարգանան իրադարձությունները Տիգրան Մնացականյանի հզոր կերպարի հայտնվելուց հետո։ Արդյոք Հունանը կկարողանա դիմակայել անցյալից եկած այս ծանր հարվածին ու փրկել իր կայսրությունը, թե վրեժն ի վերջո կհասնի իր նպատակին։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններ բաժնում։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ ձեր կարծիքը։ Եվ իհարկե չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միշտ առաջինը տեղեկանաք սերիալի ամենաթեժ ու սպասված բացահայտումների մասին։